Ղուկաս ավետարանիչը 4-րդ գլխի 31-րդ համարից սկսած շարունակում է արդեն իսկ նախորդիվ Գալիլեայի գործունեության մասին իր ներկայացրածը, որովհետև 4-րդ գլխի սկզբում մենք տեսնում ենք փորձությունը անապատում եւ ապա դրանից հետո անմիջապես տեսնում ենք Գալիլեայում քարոզելիս Տեր Հիսուս Քրիստոսին եւ նախորդիվ հենց Նազարեթում իր քարոզչությունն ենք տեսնում, որի ավարտին Տեր Հիսուս Քրիստոսին հանում են դեպի Դարավանդը իրենց քաղաքի, որտեղից ուզում էին գահավեժ անել եւ չի ստացվում իրենց մոտ Տեր Հիսուս Քրիստոս անցնում է իրենց միջով եւ հեռանում է։ Եվ ահա այս դրվագից անմիջապես հետո 31-րդ համարից սկսած Ղուկաս ավետարանիչն ասում է, որ իջավ Գալիլեայի Կափառնայում քաղաք, ուր շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց։ Իջավ է ասում, որովհետև Նազարեթը մի փոքր ավելի բարձրադիր էր, քան Կափառնայում քաղաքը։ Գյուղաքաղաքներ էին մեծ հաշվով սրանք եւ իրար բավական մոտ գտնվող քաղաքներ էին, 1 կիլոմետր հեռավորություն էլ չկար այս երկուսի միջև, բայց քանի որ Նազարեթից իրեն արդեն վռնդել են, այլ տարբերակ չկա, իջնում է դեպի Կափառնայում։ Եվ ահա այստեղ շարունակում է ուսուցանել, ինչպես որ շաբաթ օրերը ինքը սովոր էր, եւ ավետարանիչը հատուկ կերպով նշում է, որ եւ մարդիկ զարմանում էին այն հեղինակության վրա, որով Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը լի էր։ Ժողովարանում, որտեղ որ քարոզում էր Հիսուս, մի մարդ կար, որ բռնված էր պիղծ դևի, ուրեմն չար ոգով, եւ այս մարդը, երբ որ տեսնում է Տեր Հիսուս Քրիստոսին, աշխարհաբար մեր թարգմանության մեջ 94 թվականի, երբ սկսում է խոսել, ասում է թող տուր մեզ Հիսուս Նազովրեցի, բայց այս թող տուր մեզը հունարենում բացականչություն է պարզապես։ Մի բղավոց բարձականչություն, որով որ պարզապես իր ներքին վրդովմունքն է հայտնում այս դևը, չար ոգին, որովհետև ճանաչում է թե ով է իր առջև։ Ասում է թող տուր մեզ Հիսուս Նազովրեցի, ինչ ես ուզում մեզանից։ Մեզ կորստյան մատնելու եկար, գիտենք թե ով ես, Աստծո սուրբն ես։ Ուրեմն 4-րդ գլխի 34-րդ համարում ողջ Ղուկասի ավետարանի մեջ մենք առաջին անգամ տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի ով լինելու մասին դևերից մեկի կողմից բարձրաձայնում։ Հռչակում Տեր Հիսուս Քրիստոսի Աստուծո որդի լինելու մասին, Աստուծո սուրբը լինելու մասին, որը որ արվում է առաջին անգամ դևերից մեկի կողմից։ Եվ ահա այս խոսքի վրա անմիջապես Տեր Հիսուս Քրիստոս ավետարանիչն ասում է 35-րդ համարում արդեն ասում է, որ սաստեց դևին եւ ասաց պապանձվիր եւ դուրս արի դրանից։ Ապա Ղուկասը ներկայացնում է, որ դևը այս մարդուն ժողովարանի մեջտեղում զարկում է գետնին եւ դուրս է ելնում նրանից, բայց հատուկ շեշտում է ավետարանիչը, որ վնաս չի հասցնում այս մարդուն, որովե վնաս չի տալիս, պարզապես հարվածում է գետնին եւ դուրս է գալիս նրանից։ Եվ շուրջը հավաքված մարդիկ շարունակում են զարմանալ եւ հիացած միմյանց հետ խոսում են եւ կիսվում են իրենց տպավորություններով ու ասում են, թե այսինչ խոսք է, որ լի է իշխանությամբ եւ զորությամբ, որ իշխանությամբ ու զորությամբ կարողանում է սաստել չար ոգիներին եւ դևերը դուրս են գալիս մարդկանց միջից։ Եվ հետաքրքրական է, որ այս նույն դրվագը եւ այս նույն խոսքերը, որոնք որ Մարկոս ավետարանչի մոտ են պահված, այնտեղ մի փոքր այլ կերպով են ներկայացվում։ Ուզենք չուզենք անդրադարձ պիտի ունենանք։ Մարկոսի մոտ չի ասում այսինչ խոսք է։ Մարկոսի մոտ ասում է այսինչ նոր ուսուցում է, այսինչ նոր վարդապետություն է։ Ղուկասը մի փոքր այլ կերպով է ասում, քիչ հետո կանդրադառնանք դրան։ Ասում է այսինչ խոսք է, որ իշխանությամբ եւ զորությամբ սաստում է դևերին եւ դուրս են գալիս սրանք։ Եվ դրվագը ավարտում է 37-րդ համարում ավետարանիչը պարզապես շեշտելով, վերստին շեշտելով, որովհետև նախորդիվ 14-15-րդ համարների մեջ մենք արդեն տեսել ենք սա, բայց վերստին շեշտում է, որ Տեր Հիսուս Քրիստոսի համբավը, նրա մասին խոսակցությունները, իր մասին լուրերը տարածվում էին շրջակա գյուղաքաղաքներում եւս, ուրեմն այդ գավառի շրջակայքում եւս։ Դրվագը, որ մեզ է ներկայացնում Ղուկաս ավետարանիչը, դիվահալածության մասին է, մի ով բանի, եթե վերնագիր դնելու լինենք, դիվահալածության դրվագ, եւ որի մասին առասարակ դիվահալածությունների մասին մյուս ավետարանիչները եւս խոսում են, բայց սա առաջին դրվագն է, որ Ղուկասը մեզ ներկայացնում է։ Եվ այսօրվա ընթերցողի համար այս տեսակ պատմությունները, այս դրվագները մի փոքր խրտնեցնող կարող են նույնիսկ լինել, որովհետև այսօր շատերը անգամ չեն հավատում, որ
գոյություն ունեն չար ուժեր, դևեր, եւ ասում են, որ առհասարակ սրանք հնարովի պատմություններ են։ Անկախ այն հանգամանքից, որովը մեկը հավատում է դևերի գոյությանը կամ ոչ, կամ ինչպես են դրանք արտահայտվում, ինչ տեսք ունեն կամ ովքեր են, կապ չունի։ Մենք գործ ունենք ավետարանական իրականության հետ, որտեղ որ հստակ խոսվում է այն մասին, որ Քրիստոս դևերին հանում է մարդկանց միջից։ Եվ եթե կարող ենք հավատալ կամ ավելի հեշտ պատկերացնել, դյուրին պատկերացնել, որ կան հրեշտակներ, բարի, ուրեմն արարածներ, ոչ նյութեղեն, որոնք որ մեզ կարող են նույնիսկ պաշտպանել, որովհետև պահապան հրեշտակի մասին էլ գիտենք, ապա ինչու չենք կարող պատկերացնել, որ կան նաև չար կամեցողություն ունեցողներ եւ չար գործ անելու ցանկություն ունեցող հրեշտակային արարածներ, որոնք էլ դևերն են, որոնք բոլոր այն հրեշտակներն են, ովքեր որ անկման հետևանքով Աստծուն հակառակվելու, Տիրոջը չենթարկվելու հետևանքով դարձան դիվային ուժեր։ Բայց գալով ավետարանական պատմությանը, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս սաստում եւ պապանձեցնում է դևին, որը դուրս է գալիս առանց տվյալ մարդուն վնասելու, մարդիկ զարմանում են ոչ թե այն բանի վրա, որ Հիսուս կարողացավ այս դիվահալածության գործը անել, այլ զարմանում են, որովհետև Հիսուս նոր ձևով արեց դիվահալածությունը։ Մինչ այդ իրենց ծանոթ որևէ բան չկար այս գործողության մեջ։ Հին աշխարհում դիվահալածության կամ հայերեն մեկ այլ բառով ասած երթմնեցուցչության ամենատարբեր տեսակներ ու ձևեր կային եւ մարդիկ հավատում էին, որ ամենուր չար ոգիներ կարող են լինել։ Բայց ամենահետաքրքրականն այն է, որ երբ որ մեկը դիվահալածության գործ պիտի աներ, այս կամ այն մարդու միջից, այս կամ այն միջավայրից, տնից, որևէ թփից, քարից, քարանձավից, եթե պիտի դև հաներ, մի կողմ ենք թողնում, մենք հավատում ենք սրան կամ ոչ։ Ես էությունն եմ ուզում ներկայացնել։ Երբ որ պիտի դև հաներ, ինքը սովորաբար երթվեցնում էր այդ դևին որևէ Աստծու անունով։ Եթե հեթանոս մեկն էր դիվահալածության գործը անողը, ինքը երթվեցնում էր այսինչ քարի կամ այսինչ թփի մեջ եղած այսինչ դևին, իրենց այսինչ Աստծու անունով։ Այսինքն երթմնեցուցչությունը անողը դևին հալածող մեկը ինքը իր զորությամբ չէր գործում, ինքը գործում էր մեկ այլ իրենից ավելի բարձր իրականության մեջ գտնվող, ավելի բարձր կարգավիճակ ունեցող մեկի զորությամբ, իրենց պատկերացմամբ, իրենց աստվածներից մեկի զորությամբ։ Եվ ահա եկել է Քրիստոս եւ անում է դիվահալածության գործ, որը որ ծանոթ էր, հայտնի էր տվյալ ուրեմն ժամանակվա մարդկանց, բայց ինքը ոչ մեկի անուն չի տալիս։ Հայր Աստծու անունն էլ չի տալիս։ Ինքը պարզապես ասում է պապանձվիր եւ դուրս արի դրա միջից։ Իր խոսքով, իր զորությամբ է գործում։ Այս է պատճառը, որ մարդիկ զարմանում էին։ Նախ անշուշտ զարմանում էին իր խոսքի հեղինակության վրա, որովհետեւ իր խոսքը որևէ վարդապետի կողմից ասված խոսք չէր, որ ինքը վերցրել էր եւ փոխանցում էր ուրիշներին։ Քրիստոսի ուսուցումն էլ տարբերում էր։ Ուրեմն եւ իր խոսքը որպես ուսուցիչ, եւ իր գործողությունը որպես դիվահալած տարբերվում էր նրանով, որ ինքը ուրիշներին չէր մեջբերում, ուրիշների զորությանը չէր դիմում, որովհետեւ հրեական միջավայրում ընդունված էր, եթե ռաբբին պիտի վարդապետի պիտի սովորեցնի, ինքը չի կարող ասել. «Ես ասում եմ ձեզ, Աստծո արքայությունը մոտեցել է, հավատացեք ավետարանին եւ ապաշխարեք»։ Չի կարող, ինքը պիտի ասի, ինչպես ասում էր այսինչի որդի, այսինչ վարդապետը, այսինչ ռաբբին, եւ հետո պիտի շարադրեր իր լսածը եւ կարող էր իր լսածը մեկնաբանել, ավելացնել կամ պակասեցնել, բայց ինքը պիտի նախ եւ առաջ իրենից ավելի բարձր հեղինակություն հանդիսացող մի ուսուցչից մեջբերում անել։ Սա է պատճառը, որ հենց 4 գլխի 31-32-րդ համարներում մենք կարդում ենք, որ զարմանում էին այն հեղինակության վրա, որ Քրիստոսի խոսքը ուներ։ Նույնը ուրեմն դիվահալածության դեպքում, երբ որ Քրիստոս ինքը ուղիղ կերպով հրամայում է եւ սրանք դուրս են գալիս։ Եվ սա առաջին դեպքն է Ղուկասի ավետարանի մեջ։ Բայց հետաքրքրական է նաեւ այն, թե ինչպես է այս դևը դիմում Տեր Հիսուս Քրիստոսին։ Ի սկզբանե ասում է թող տուր մեզ Հիսուս Նազովրեցի, ինչի համար ես եկել, ինչ ես ուզում մեզանից, մեզ կորստյան մատնելու ես եկել, գիտենք թե ով ես, Աստծո սուրբն ես դու։ Ուրեմն ի սկզբանե հռչակում են Տեր Հիսուս Քրիստոսի Աստուծո որդի, Աստուծո սուրբը, ընտրյալ Մեսիա լինելու հանգամանքը։
Եվ այստեղ ես պարզապես մտածելու եւ ամենքիդ մտածելու առիթ եմ տալիս եւ ինքս մտածելու առիթ ունեմ, որ արդյոք միայն Տեր Հիսուս Քրիստոսի մասին իմանալը, գիտելիքներ ունենալը, իր մասին կարդալը, տարբեր սերտողությունների մասնակցելը, ավետարանը ուսումնասիրելը, քարոզներ կարդալը, մեկնություններ ուսումնասիրելը, արդյոք բավարար է Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ունենալ, ամբարելը, պաշարելը։ Բնավ ոչ, որտեղ նույն կերպով առաքյալը նաև հավատքի մասին է ասում։ Բե ասում է, դու ասում ես, որ Աստված կա։ Սատանան էլ գիտի, որ Աստված կա։ Մեջն ինչ։ Հիմա դևերը գիտեին, ճանաչում էին Տեր Հիսուս Քրիստոսին, բայց իրենք իրեն չէին ընդունել, բայց իրենք իրեն չէին հնազանդվում եւ ցանկություն չունեին իրեն ընդունել։ Ուրեմն ինձ եւ ձեզ ամենքիդ մեկ անգամից մտածելու առիթ է տալիս սա, որ արդյոք Տեր Հիսուս Քրիստոսի մասին կարդալ եւ իմանալը բավարար է թե ոչ։ Սա առաջին քայլն է, այո, բայց Քրիստոսի բերած խոսքերով ապրելը եւ իրեն ընդունելը ամենակարևորն է։ Երթմնեցուչության հետ կապված շատ հետաքրքիր մի դրվագ կա, որ ես կուզեմ մեր հեռուստադիտողների ուշադրությանը, մեզ հետևողների ուշադրությանը հանձնել, որ երթմնեցուչությունը մինչև մեր օրերը պահվող կարգ է։ Նախ մենք ձեռած Մաշտոցի մեջ ունենք երթմնեցուչության կարգ, որը նաև on-line տարբերակով կա, տարբեր հրատարակությունների կարող եք կարդալ, բայց այնտեղ եւս երթմնեցնողը կամ դիվահալածություն անողը իր զորությամբ չի գործում։ Բայց ես ուզում եմ նաև ամենքիդ ասել, որ շատ հետաքրքրական երթմնեցուչության դրվագ ունենք մեռոնորթնեկի արարողության մեջ։ Սրբալույս Մյուրոնը օրհնելու ուրեմն սկզբում հենց, երբ որ դեռ կացայով ձիթապտղի յուղն է դրված խորանի վրա եւ քիչ հետո պիտի բերվեն ու 4 տարբեր նյութեր եւս պիտի ավելացվեն դրա մեջ, ծաղկանց նյութը, բալասանը, անտիլիասից բերվող մեռոնը եւ մեր մոտ եղած հին մեռոնը։ Ուրեմն մինչեւ այս 4 տարրերը ավելացնելը, երբ որ ձիթապտղի յուղը դրված է խորանի վրա, մեծ կացայի մեջ, օրհնող հայրապետը, կաթողիկոսը ասում է երթմնեցուցանեմ քեզ նյութ ձիթո հանուն հոր ամենակարողի։ Ասում է երթմնեցնում եմ քեզ կամ երթվեցնում եմ քեզ ձեթի նյութ կամ ձիթո հավանաբար ձիթապտղի նկատի ունի հանուն հորն ամենակարողի։ Ամենակարող հոր անունով երթվեցնում եմ քեզ։ Ուրեմն նույնիսկ մեռոնորթնության այս դրվագի մեջ կա եւ շարունակությունը բացում է իմ նախորդիվ նշածը։ Շարունակության մեջ շատ բարձ կերպով ասում է, որ եթե սրա մեջ կա սատանայի չար զորություն կամ չար ներգործություն, չարություն կա սատանայից, դուրս ելնի, որպեսզի սրանով մարդիկ հետո սրբագործվեն, Սուրբ Հոգու շնորհը ստանան։ Ուրեմն այսպիսի դրվագ ունենք, որ մինչ օրս ամեն 7-րդ տարին Սրբալույս Մյուրոնի օրհնության ժամանակ կատարվում է։ Հետևաբար չհավատալ, որ կան դևեր եւ չար զորություններ, որոնց դեմ եկեղեցին պայքարել է եւ այսօր էլ պայքարում է, մեղմ ասած միամտություն է։ Կափառնայոմի ժողովարանի այս դրվագից անմիջապես հետո 38-րդ համարից սկսած Ղուկաս ավետարանիչն ասում է, որ Հիսուս դուրս է գալիս եւ գնում է Սիմոնի տունը, Սիմոն Պետրոսի, որ հետո Սիմոն Պետրոս պիտի դառնար տունը, եւ ժողովարանին մոտ էր գտնվում հավանաբար այս տունը, եւ շեշտում է ավետարանիչը, որ Սիմոնի զոքանչը ջերմությամբ տառապում էր, հիվանդ էր, ջերմություն ուներ, եւ նրա համար աղաչում են, խնդրում են Տիրոջը, խնդրում են Հիսուսին, որ բժշկի իրեն։ Ղուկասն ասում է, որ Քրիստոս կանգնեց եւ սաստեց ջերմին, եւ ջերմը նրան թողեց, եւ ամենախորհրդանշական դրվագը, որ մենք նախորդիվ Մարկոսի ավետարանում ենք տեսել սա, եւ նույնը կրկնվում է այստեղ, ասում է, որ երբ որ հիվանդը ապակինվեց, ոտքի ելավ, նա շարունակում էր սպասարկել, ծառայել իրենց։ Ուրեմն դրվագը շատ կենցաղային իրականություն է ներկայացնում, որ ոմանք նույնիսկ կարող են ասել, թե ինչ կա այստեղ կարևոր կամ առանձնահատուկ, որ պատմում է ավետարանիչ եւ կարևորել է այնքան, որ գրի է առել։
Բայց պարզ իրականությունն այն է, որ սա Պետրոսն է պատմել։ Սկսենք այստեղից։ Պետրոս ինքն է պատմում, հա, եւ որովհետեւ առաջինը Մարկոս ավետարանիչն է գրի առել սա, իսկ Մարկոսը Պետրոսի գրագիրն էր։ Պետրոսը ինքն է պատմել եւ Մարկոս ավետարանիչը առաջինը ինքն է գրի առել, որից հետո Ղուկասը փոխ է առել սա եւ նորից ինքն էլ պատմում է, բայց ամենակարևորը պատմվում է մի դեպք, որի ժամանակ նախորդիվ տառապանքի, հիվանդության եւ կապ չունի ինչպիսի դժվարություններ, մահաբեր հիվանդություններ, որտեղ ջերմություն կոչված այդ այսօր ենք մենք ընկալում, որ միգուցե հարբուխի մրսածության հետևանք ջերմություններ, չէ, այն ժամանակ ջերմությունը ամենատարբեր պատճառներից կարող էր լինել եւ հիմա էլ բնականաբար, բայց այդ ժամանակահատվածում բնականաբար մարդիկ այդքան զարգացած չէին եւ շատ բան չգիտեին եւ ջերմությունը կարող էր մեծ տագնապ առաջացնել որևէ մեկի մոտ եւ ի վերջո չգիտենք ինչ հիվանդություններ պարզապես դրա արտաքին կողմն է ներկայացվում ջերմում էր եւ ասում է տառապում էր այս ջերմությունից ամեն դեպքում ծանր մի բան էր թե ինչ էր երբ Քրիստոս բուժում է ոտքի է կանգնեցնում Սիմոնի զոքանչին դրանց անմիջապես հետո զոքանչ չի գնում իր գործերով, իր անելիքներով, չի մոռանում, թե ինչ էր նախորդիվ իր հետ եղածը եւ ինչ պատահեց, եւ հատուկ կերպով ավետարանիչն ասում է, որ սպասարկում էր նրանց, ծառայում էր նրանց։ Այստեղից մեզ բարձ հարց է գալիս, ընդհանրապես մտածելու, մտորելու համար հարց է գալիս ավետարանից։ Արդյոք մենք Տիրոջից ստացած շնորհների ժամանակ, երբ որ որևէ հարցում իր կողմից օգնություն ենք ստանում, որևէ դեպքում խնդրանքով դիմում ենք եւ ստանում ենք իր աջակցությունը, իր զորակցությունը, որովհետեւ շատ աղոթող մարդիկ ինձ կարող են վկայել, իրենք կարող են պատմել, թե ինչպես են խնդրել Տիրոջի եւ ստացել իրենց հարցերի պատասխանները, իրենց խնդիրների լուծումը գտել։ Այստեղ ընդհանրապես հարց է առաջանում, առանց մեղադրանքի հարց, ձեզ եւ ինձ էլ հետը։ Արդյոք երբ որ մենք մեր հարցերի պատասխանները, մեր խնդրանքները ստանում ենք լուծված, երբեմն մեր ուզածով, երբեմն ոչ այնքան։ Մենք շարունակում ենք ծառայել Տիրոջը, թե պարզապես իրեն հիշում ենք այնքան ժամանակ, քանի դեռ դժվարության մեջ ենք, շտապօգնության պես։ Հենց որ հոգնությունը հասավ, խնդիրը լուծված է, մոռացանք արդյոք թե ոչ։ Սա է, այս է պատճառը, որ Պետրոսի զոքանչի պատմությունը այստեղ ներառված է, որ շատ-շատերի համար նույնիսկ հոգևոր հումորային պատճառ է դարձել, որովհետև ասում են ինչու Պետրոսը ուրացավ Տեր Հիսուս Քրիստոսին։ Պատճառը քիչ առաջ իմացաք։ Բայց սա ընդհանրապես մի փոքրիկ ժպիտի համար եւ ոչ շատ լուրջ։ Շարունակության մեջ 41-42-րդ համարների մեջ Ղուկասն ասում է, որ երբ արևը մայր էր մտնում, բոլոր նրանք, ովքեր որ զանազան պես հիվանդություններ ունեցող անձինք ունեին, մարդիկ ունեին, բարեկամներ ունեին, բոլոր այս մարդիկ իրենց հիվանդներին բերում էին Տեր Հիսուս Քրիստոսի մոտ եւ Հիսուս հատուկ ավետարան շեշտում է եւ Հիսուս նրանցից յուրաքանչյուրի վրա ձեռք դնելով բուժում էր նրանց եւ շեշտում է, ասում է, եւ նրանցից շատերից էլ դևեր էին ելնում, որոնք որ բարձրաձայնում էին, աղաղակում էին եւ ասում էին դու ես Աստծո որդին։ Ուրեմն նախորդիվ ժողովարանում պիղծ դևի չար ոգուց բռնված մարդու դրվագ երբ որ ներկայացվում էր, այնտեղ դևն ասում է Աստծո սուրբն ես դու։ Իսկ այստեղ արդեն ասում է, երբ որ շատ-շատերին բուժում էր, շատերի միջից էլ չի ասում բոլորի միջից։ Ասում է բոլորի վրա ձեռք էր դնում եւ բժշկում, բայց շատերից էլ դևեր էին ելնում, որոնք որ հռչակում էին Տեր Հիսուս Քրիստոսին իբրև Աստծո որդի, ասում էին դու ես Աստծո որդին, բայց Հիսուս սաստում էր նրանց, որովհետեւ գիտեին թե ով էր ինքը, պապանձեցնում էր, որպեսզի իր մասին ժամանակից առաջ լուրերը չտարածվեին։ Ուրեմն 3 հանգրվանով կարող ենք դիտարկել այս պատմությունը։ Նախ ժողովարանում Կափառնայոմի դևն ասում է դու Աստծո սուրբն ես։ Հետո երբ որ խորներամ հավաքվում են մարդիկ եւ շատ-շատերին բժշկում է Քրիստոս ու շատերի միջից էլ դևեր են ելնում, սկսում են ասել դու ես Աստծո որդին, եւ ապա ավետարանիչը ամբողջը հանրագումարի բերելով ասում է Քրիստոս սաստում է անշուշտ իրենց լրացնում է, որովհետեւ գիտեին, որ Քրիստոսն է։ Գիտեին, որ Մեսիան է կամ Օծյալն է։ Ուրեմն այս հարցի հետ կապված շատ-շատերն են խոսել եւ մեկ վերտարությամբ ասում ենք մեսիական գաղտնիքի հարց կամ մեսիական գաղտնիքի հարցը հետեւյալն է։ Շատ տեղերում մենք պիտի տեսնենք, որ դևերին Քրիստոս պապանձեցնում է, որպեսզի չասեն, որ ինքը Մեսիան է։ 20-րդ դարի սկզբում որոշ գիտնականներ սկսեցին ասել, որ
Սա ավետարանիչների կողմից հետագայում ավելացված հատված է, որովհետև ավետարանիչները հետո սկսեցին Քրիստոսին ներկայացնել որպես Աստուծո որդի, որպես Մեսիա, օձյալ, այնինչ ինքը ընդամենը Հիսուս անունով մի հրյա էր։ Ավետարանիչներն են սարքել սա։ Դրա համար հորինեցին այս դրվագը եւ ասում են, որ մեսիական գաղտնիք է, բայց մեսիական գաղտնիքը իրականում ուղղափառ մեկնության համաձայն։ Եվ սրա հիմքերում կանգնած էր Վիլյամ Վրեդե անունով մեկը, որ 1900-1901 թվականներին այս թեզը առաջ տանում։ Բայց մեսիական գաղտնիքը յուրաքանչյուր դրվագի մեջ իր պատճառն ունի։ Այս դրվագի մեջ, երբ որ Քրիստոս պապանձեցնում է դևերին, նախորդիվ ժողովարանում եւ ապա բժշկությունների ժամանակ շատերից ելնող դևերին, պատճառը հիմնականում այն էր, նախ եւ առաջ, որովհետև Քրիստոս չէր ուզում, որ պիղծ ոգու, չար ոգու կողմից հռչակվեր իր Աստուծո որդի Մեսիա լինելու հանգամանքը, որովհետև այդ նույն պիղծ ոգին իր ավերածություններն էր անում, իր չարիքն էր գործում, իր մեղավոր գործունեություններ ծավալում, այսպես ասենք, եւ ահա պիտի նաեւ հռչակեր Աստուծո որդու մասին, բնական է, որ պիտի Քրիստոս լռեցներ, բայց երկրորդ եւ ավելի կարեւոր պատճառը կա։ Քրիստոս չէր ուզում, որ իր մասին իր Մեսիա լինելու մասին ժամանակից առաջ մարդիկ իմանային, որովհետև այդ մարդիկ, ովքեր որ պիտի լսեին, որ սա Մեսիան է, Քրիստոսն է, Աստծո օձյալն է, որը եկել է իր ժողովրդի փրկության համար, իրենք մտածելու են, որ եկել է իրենց դեպի քաղաքական անկախության, իշխանության, հզորության, ռազմական հեղափոխության նույնիսկ տանելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն Քրիստոս չէր ուզում ժամանակից առաջ, չէր ուզում իր քարոզչության ամբողջությամբ իրականացնելուց առաջ իր մասին իմանային մարդիկ, ովքեր նախապաշարումներ ունեն, ովքեր իրենց պատկերացումներն արդեն ունեին, թե ով է Քրիստոս։ Եվ Քրիստոս չպիտի հասցներ ասել, թե իրականում ով է Մեսիան, ինչ է Մեսիայի առաքելությունը, իրենք արդեն իրենց պատկերացրածով իրեն պիտի ուզենային թագավոր հռչակել, ինչպես որ ավետարանում ենք տեսնում ենք։ Իրեն պիտի հետևեին հացի բազմացման համար, ամենատարբեր բժշկությունների համար, որովհետև իրենք փնտրում էին հաց, իշխանություն, փառք եւ պատկերացնում են, որ այստեղ է օձյալը, այսպիսին է Մեսիան։ Ղուկաս ավետարանիչը շարունակության մեջ 43-ից 45-րդ համարդրում Քրիստոսին ներկայացնում է առանձնության մեջ մի ամայի վայրում եւ ասում է, երբ օրը լուսանում էր, Քրիստոս առանձին մի ամայի վայր գնաց, երբ օրը լուսանում էր, որովհետև նախորդիվ ամբողջ գիշեր հավանաբար Քրիստոս քարոզել էր, բժշկություններ էր արել, հրաշքներ էր արել եւ հիմա առանձնության կարիք կար։ Եվ առանձնանում է միայնության մեջ, բայց ավետարանիչը շեշտում է, որ ժողովուրդը փնտրում էր նրան եւ գնում ու հասնում են նրան եւ նրան չէին թողնում, որ իրենցից հեռանար։ Բայց այստեղ հարց է առաջանում, ինչու չէին թողնում, որովհետև իսկապես տեսել էին ճշմարտությունը խոսող մեկին, տեսել էին հավիտենականության մասին խոսող քարոզիչի, ճշմարիտ վարդապետի, որ իրենց աչքերը բացել էր, ոչ, բնականաբար ոչ, ընդամենը որովհետև տեսել էին մեկի, որը մեծ զորություն ուներ, որը հրաշքներ էր գործում, որը բժշկություններ էր անում եւ դևեր էր հանում։ Եվ հետո նաև պիտի տեսնենք, որը որ հացն էր բազմացնում եւ մարդիկ դրա համար էլ գնում էին իր հետևից։ Եվ հետո Քրիստոս ինքը պիտի հանդիմաներ սրա համար։ Ամեն դեպքում նրան չեն թողնում, որ հեռանա։ Եվ այստեղ էլ էլի հոգեվոր անդրադարձումի հարց ունենք։ Մենք ինչու ենք ուզում Քրիստոսին մոտ լինել, որովհետև մեր խնդիրները պիտի լուծի, որովհետև մեր ցանկությունները պիտի ի կատար ածի, որովհետև մեր պատկերացումները պիտի իրականանան, ոչ, որովհետև Քրիստոսին պետք է հետևել իր բերած ճշմարտությունները, իր բերած ուսուցումները ընդունելու համար։ Իսկ Քրիստոս պատասխանում է այս մարդկանց, երբ որ տեսնում է, որ չեն թողնում, որ ինքը գնա, ասում է Աստուծո արքայությունը ես պիտի ավետարանեմ այլ քաղաքների եւս, որովհետև դրա համար իսկ եկել եմ, դրա համար իսկ ուղարկված եմ։ Այն արքայությունը, որի մասին ի սկզբանե խոսում է ավետարանը։ Եվ ավարտում է դրվագը ավետարանիչը ասելով, որ եւ նա եւ Հիսուս քարոզում էր Գալիլեայի ժողովարաններում։ 1994 թվականի Աստվածաշնչի մեր հրատարակությունը, եթե նայելու լինեք, այդտեղ տողատակ ունենք Գալիլեայի ժողովարանների փոխարեն, ուրեմն որոշ հունարեն տարբերակներ ասում են Հուդայի ժողովարաններում։ Իսկ Գալիլեան եւ Հուդան, որպեսզի պատկերացնեք, հյուսիս եւ հարավ են։ Գալիլեան հյուսիսում է,
Հուդան հարավում է եւ մեջտեղում Սամարիան է, որը միշտ շրջանցում էին ուղղափառ հрьяաները, որովհետեւ սամարացիների հետ շփում չունեին։ Բայց գալով մեր դրվագին Տեր Հիսուս Քրիստոս ամայության մեջ է, առանձնության մեջ է, մի քայլ, որ մեզ հուշում է ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ հետ առանձնանալու, ամեն ինչից մի պահ կտրվելու մասին, որովհետև երբեմն թվում է, թե մենք անդադար բարի գործերի մեջ ենք, առաքինություններ ենք ուզում իրականացնել, կյանքի կոչել, մեղքերից հեռանալ, մարդկանց օգնել, իմ պարագային միտեղ քարոզել, միտեղ դասախոսել, միտեղ հաղորդման պատրաստվել, միտեղ խոստովանություն լսել, միտեղ պատարակ անել, անդադար եւ թվում են կարող եմ չասել եւ վստահ եմ, որ դրանք բոլորն էլ բարի են, հա, չասենք թվում է, բայց միևնույն է այդ բոլոր բարի, դրական, գովելի գործողությունների հետևում կա մի պարզ իրականություն։ Ամենաակտիվ մարդիկ, ամենաակտիվ գործունեություն իրականացնող մարդիկ շատ հաճախ չեմ բացարձակացնում, չեմ ասում միշտ, ասում եմ շատ հաճախ իրենց այդ արտաքին զբաղվածության, անելիքների, գործունեության, վազքի, բոլոր դրական է, բայց այդ ամբողջ շղարշի հետևում իրենք իրականացնում են մի գործողություն, փախուստ սեփական անձից, փախուստ ներսում հավաքված խնդիրներից ու դժվարություններից, այդ դժվարություններին ու խնդիրներին առերեսվելուց փախուստ, ուրեմն շատ հաճախ հենց ամենաակտիվ մարդիկ են այս թակարդի մեջ ընկած եւ ինձանից ձեզ խորհուրդ եւ ինձ խորհուրդ, որտեղ ես էլ այդ թակարդի մեջ ընկնողներից մեկն եմ եղել, հիմա փորձում եմ չընկնել, ժամանակ առ ժամանակ պետք է անել ոչ մի բան, մնալ առանձնության մեջ, լսել Տիրոջ ձայնը, նայել թե ներսում ինչ կա, չխոսել, չքարոզել, որտեղ մենք հավատացյալներ ունենք, շատ լավ հավատացյալներ, որոնք որ ուզում են աշխարհը փրկել, բոլորին քարոզել, բոլորին բերել պատարակի հրաշալի է, բոլորից շատ սիրում եմ, բայց մի պահ թողեք այդ առաքելությունը, առանձնացեք, ինքներդ ձեզ հետ մենակ մնացեք, որպեսզի Աստուծո ձայնը լսեք եւ լսեք թե ներսում ինչ է կատարվում։ Ուրեմն այս միայնության, առանձնության պահը ինձ միշտ այս դասն է փոխանցում։ Բայց ժողովուրդը, որ եկել էր իրեն պահելու, ստանում է պատասխան, որ ավետարանի հենց սկզբից է ասվում։ Ես պիտի գնամ Աստուծո արքայությունը քարոզելու, ավետարանելու, ուրիշ քաղաքների եւս։ Այստեղ որպես հոգեվորական եմ մտածում, որ բոլոր դեպքերում Քրիստոս ձգտում է հայտնվել այնտեղ, որտեղ դեռ իր խոսքը չի հասել։ Որտեղ միգուցե իրեն չեն էլ սիրում, իրեն չեն էլ ընդունում, պատրաստ չեն։ Բայց Քրիստոս ուզում է գնալ այդտեղ եւս։ Մենք որքանով ենք այդ առաքելությունը իրականացնում, որտեղ մենք սիրում ենք, որ մեզ ծափահարեն։ Մենք սիրում ենք, որ որտեղ ինչ խոսենք, ասեն ամեն, ալելույա։ Այդպես է, դուք ճշմարիտ եք։ Այնինչ մենք պիտի կարողանանք գնալ եւ մտնել այնտեղ, որտեղ որ մեզ չեն սիրում, մեզ չեն ընդունում, որտեղ որ մեզանից տեղյակ էլ չեն։ Մի քանի աստիճան կա, որտեղ կամ մեզ չեն ճանաչում, կամ մեզ ճանաչում են ու չեն ուզում։ Ես անձնապես մեր անձնական որակները նկատի չունեմ, այլ մեզ ասելով նկատի ունեմ քրիստոնեությունը տանող մարդիկ, իբրև քրիստոնյա մարդիկ մեզ չեն ընդունում։ Այդ վայրերում եւս պիտի հայտնվենք։ Եվ ինչ է Աստուծո արքայությունը ի վերջո։ Ինչ է Աստծո արքայությունը, որ Քրիստոս ասում է, ես սա պիտի ավետարանեմ մյուս քաղաքներում եւս։ Եթե ուշադրություն դարձնենք, Մատթեոս ավետարանիչն է, որ գրեթե միշտ ասում է երկնքի արքայություն։ Եվ բոլոր այն հատվածներում, որտեղ որ Մատթեոս ասում է երկնքի արքայություն, Մարկոսը կամ Լուկաս ասում են Աստծո արքայություն։ Ինչու՞։ Եվ որովհետև Մատթեոսը հրեական ծագում ունենալով Աստծո անունը զուր տալու հարց ուներ, այսինքն այդ պատվիրան չխախտելու հարց ուներ։ Դրա համար Աստծո արքայություն ասելու փոխարեն ասում է երկնքի արքայություն։ Այդ նույնը Լուկասը հետո նաև ցույց է տալիս անառակ որդու մասին առակի մեջ, որտեղ որ մեղքը գործած անառակ որդին իր հորն ասում է հայր մեղանչեցի երկնքի եւ քո առաջ։ Երկինք ասելով Աստծուն նկատի ունեն։ Եվ խոսողը հրյա էր։ Եվ բնական է, որ Աստծուն չպիտի տար, պիտի ասի երկնքի եւ քո առաջ։ Ուրեմն Աստծո արքայություն կամ երկնքի արքայություն նույնն է, սրանք հոմանիշներ են։ Երկնքի արքայություն շատ անգամ նաև նկատի ունենք հետմահու կյանքում հանդիպելիք մի իրականություն,
որտեղ որ նոր երկիր, նոր երկինք է լինելու, նոր Երուսաղեմ է լինելու, ամեն ինչ նոր է լինելու։ Բայց Աստուծո արքայություն, երբ որ Քրիստոս ասում է ես եկել եմ ձեզ քարոզելու Աստծո արքայությունը, եւ ի վերջո ասում է գնացեք, ասացեք, որ Աստծո արքայությունը հասել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանը, որտեղ Աստծո արքայությունը հասել է։ Ինչ է այս արքայությունը։ Պարզ մեկ խոսքով Աստծո արքայությունը այն իրականությունն է, որտեղ թագավորում է Աստծո կամքը։ Մի իրականություն, որտեղ աստվածային պատգամներն ու պատվիրանները ամեն ինչից վեր են եւ մարդիկ ապրում են այդ պատգամներով ու պատվիրաններով, սա է Աստծո արքայությունը։ Եկեղեցին երկրի վրա Աստուծո արքայության հաստատումն է։ Այս է պատճառը, որ մենք մկրտությամբ է, որ մեկին մաս ենք դարձնում այդ արքայության, պատրաստվում էինք այդ արքայության մաս դառնալու։ Ուրեմն Աստծո արքայությունը այն միջավայրն է, այն իրականությունն է, որտեղ Տիրոջ կամքը ամեն ինչից վեր է։ Որովհետև այլ դրվագ էլ պիտի տեսնենք, որտեղ որ Քրիստոս նույն Ղուկասի ավետարանում հետո պիտի տեսնենք, որ ասում է Աստծո արքայությունը ձեր ներսում, ձեր մեջ է։ Որովհետև այդ արքայությունը տեսանելի կերպով աշխարհիկ ընկալմամբ ուժային կառույցներով ստեղծված արքայություն չէ, այլ իրավիճակ է, հոգևոր վիճակ է, որը մեր ներսում էլ կարող է լինել։ Մեր ներսում Աստծո արքայությունը կգտնվի, կհայտնվի, կթագավորի այն ժամանակ, երբ որ մենք առաքինություններն ու սրբությունը ավելի շատ կդարձնենք մեր կյանքում մեղքի ու բոլոր չարիքների փոխարեն։